Մաս Ա. Սպառազինություն Եվրոպայի և Ամերիկայի բոլոր ազգերը, սիրելի գեներալ, առավել փութկոտությամբ ջղաձգորեն սպառազինվում են պատրաստվելով նոր պատերազմի։ Ով չի տեսնում դա։ Նույնիսկ սարերում ապրող հովի համար դա գաղտնիք չէ, էլ ուր մնաց թե քաղաքում ապրող և մարդկային գործերին հետևող մարդկանց համար։ Այժմ սպառազինության մրցավազքում Ամերիկայի և Եվրոպայի հետ զուգընթաց քայլերով են գնում նաև ասիական 2-3 պետություն, մասնավորապես Ճապոնիան, Թուրքիան և մասամբ Պարսկաստանն ու Աֆղանստանը։ Անծայրածիր Չինաստանն ինքն իր հետ հաշիվներ է մաքրում առունալի ռազմական փորձարկումներ անցկացնելով սեփական երեխաների վրա, նույնիսկ չգիտակցելով, որ դրանով նրանց պատրաստում է օտար երեխաների սպանդի և բնաջնջման։ Այնուամենայնիվ, ով իր խիղճը ծանրացրել է անցյալ համաշխարհային պատերազմը սկսելու մեղքով, իր վրա կվերցնի նաև գալիք պատերազմի պատասխանատվության բեռը, իսկ դրանք սպիտակամորթ ռասայի քրիստոնյա կոչված ազգերն են։ Նոր պատերազմի կամ պատերազմների պատրաստվելու գործընթացում նրանք առաջին տեղն են գրավում երկրի երեսին ապրող մնացյալ ազգերի և ցեղերի նկատմամբ։ Այն, որ աշխարհը կանգնած է նոր պատերազմի առջև, վկայում են հետևյալ փաստերը. Առաջին. վերոհիշյալ բոլոր ազգերի ակնհայտ և գաղտնի ռազմական նախապատրաստությունները։ Երկրորդ. ռազմական բյուջեները, որոնք բոլոր պետություններում անհամեմատելիորեն գերազանցում են ցանկացած այլ նպատակի համար նախատեսված ծախսերը և զգալիորեն ավելի են նախորդ համաշխարհային պատերազմի նախօրեի զինվորական բյուջեներից։ Երրորդ. աշխատանքի բարձր ինտենսիվությունն այն գործարաններում, որտեղ արտադրվում է ռազմական տեխնիկա, զինամթերք, մարտական թունավոր նյութեր, էլեկտրական և էլեկտրամագնիսական սարքեր և սարքավորումներ, նաև արտադրական մասշտաբների և այդ ձեռնարկություններում աշխատող մարդկանց թվի մեծացում։ Չորրորդ. ռազմական նավերի և ծովային բազավորման այլ միջոցների արագացված տեմպերով կառուցումը։ Հինգերորդ. շարքային զինվորների և սպայական կազմի ընդհանուր թվի մեծացումը համեմատած նախապատերազմական ժամանակահատվածի։ Վեցերորդ. որոշ պետությունների կառավարությունների կողմից գիտական կոմիտեների ստեղծումը, որոնց նպատակն է ազգերի մտավոր ներուժի համակենտրոնացումը մարտական թունավոր նյութերի և պատերազմում կիրառելի այլ քիմիական միջոցներ ստեղծելու և կատարելագործելու համար, որոնք կարելի կլինի կիրառել ցամաքային, ջրային, ստորջրյա և օդային պատերազմների ժամանակ։ Յոթերորդ. ռազմական նպատակներով տարբեր պետությունների և ազգերի միջև կնքված միություններ և դաշինքներ։ Ութերորդ. խիստ ճյուղավորված լրտեսական ցանցեր, որոնց օգնությամբ որոշ պետություններ բացահայտում են այլ ազգերի ռազմական ծրագրերը և գողանում նրանց պատկանող ռազմական բնույթի գաղտնի գյուտերը։ Այդպիսին են ապացույցները, սակայն կան նաև նոր պատերազմ կանխագուշակող ակնհայտ նշաններ, որոնցից են երկրների միջև անվստահության աճը, ռասաների և ազգերի միջև ատելությունը, և հատկապես համընդհանուր մռայլ նախազգացումներն ու մտածող մարդկանց տագնապը բոլոր 5 մայրցամաքներում։ Որևէ բարիացակամ մարդ կարող է առարկել. Այդպես է, և մենք այդ ամենը տեսնում ենք, սակայն այդ բոլոր նախապատրաստությունները կարող են ամենևին էլ պատերազմի բռնկման չհանգեցնել։ Այստեղ չկա անխուսափելիություն։ Չէ՞ որ պատերազմի նախապատրաստության հետ մեկտեղ ավելի են ամրապնդվում խաղաղության նախաձեռնությունները։ Այն օրվանից, երբ առաջին փորձն արվեց կրճատելու զինանոցները և խաղաղություն հաստատելու ամբողջ աշխարհում, անցել է ոչ պակաս քան 30 տարի։ Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի նախաձեռնությամբ 1899-ին Հագայում գումարվել է խաղաղության առաջին կոնֆերանսը։ Վերջինիս բացումն արվել է ազնվազարմ կայսրի հետևյալ խոսքերով. «Մենք փնտրում ենք բոլոր ազգերի համար ճշմարիտ և երկարատև խաղաղության հասնելու ամենաարդյունավետ միջոցը, իսկ ամեն ինչից առավել ժամանակակից զենքի մշտական կատարելագործմանը վերջ դնելու եղանակը»։ Ազգերի ներկայացուցիչները ստորագրեցին Հագայի կոնֆերանսի արձանագրությունը և մեկնեցին իրենց երկրներ՝ շարունակելու սպառազինման իրենց աշխատանքը։ Հագայի երկրորդ կոնֆերանսը տեղի ունեցավ 1907 թվականին։ Կրկին արձանագրություն ստորագրվեց և կրկին բոլորը վերադարձան իրենց հին գործին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին Ազգերի լիգան և Միջխորհրդարանական միությունը, որոնք ամեն տարի արձանագրություններ էին ստորագրում, բայց սպառազինման նախկին մրցավազքն ավելի արագացված տեմպերով էր ընթանում։ 1921-ին տեղի ունեցավ Վաշինգտոնի կոնֆերանսը՝ սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ։
Ժողովն ընթացավ ըստ կանոնակարգի, եզրափակիչ ակտ էլ ստորագրվեց, սակայն ազգերը չհրաժարվեցին իրենց նախկին ընթացքից։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Քուլիջը Ժնևում կոնֆերանս գումարեց 3 ծովային գերտերությունների մասնակցությամբ, նպատակ ունենալով զսպել զինման մրցավազքը։ Վերջապես եկավ նաև Քելոգ-Բրիանի պայմանագրի հերթը, որը ստորագրվեց մեծ թվով պետությունների կողմից, որոնք հրաժարվեցին պատերազմից որպես ազգային քաղաքականության միջոց։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ բարձրաձայնված ու ստորագրված էր, Գեթ 1 ռազմական գործարան չփոխեց իր ուղղվածությունը, Գեթ 1 ռազմանավ չվերասարքավորվեց առևտրային նավի, և Գեթ 1 զորագունդ չկազմացրվեց։ Աշխարհիս երեսին ոչ մի երկրում սա տեղի չունեցավ։ Հագայի խաղաղության առաջին կոնֆերանսից հետո մինչ օրս բազում պատերազմներ են տեղի ունեցել։ Անգլո-բուրական, ռուս-ճապոնական, երկու բալկանյան, առաջին համաշխարհային, հույն-թուրքական և բազում այլ ռազմական կոնֆլիկտներ ամբողջ աշխարհում։ 30-ամյա այդպիսի փորձից հետո նույնիսկ ամենահուսալից լավատեսը միայն ցավով, տխրությամբ և անվստահությամբ կարող է լսել զինաթափության և խաղաղության մասին կեղծախոսությունները։ Այդ խաղաղական նախաձեռնություններն ամրապնդում են ընթանալով զինվորական նախապատրաստությունների հետևից, ինչպես երեխան հսկայի, եզան լծասերքը կրակի մարտակարգի հետևից։ Եթե անձնավորենք պատերազմն ու խաղաղությունը, ապա առաջինը պետք է, որ ասեր վերջինիս. պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Հովհաննես 3:30։ Հակառակ սրան, ըստ երևույթին, պատերազմն ասում է խաղաղությանը. թաքցրու ինձ, երեխա, քո պայմանագրերի, կոնֆերանսների հետևում, վազիր փողոցներով և բղավիր, որ ես ընդհանրապես չկամ և չեմ լինելու։ Նույնիսկ խաղաղության ամենապերճախոս պրոպագանդան մեծամասամբ ծառայում է ռազմական նպատակների իրականացմանը։ Այսպիսով, մեր օրերում կրկին իրականանում են Մարգարեի խոսքերը, ասում էին. «Խաղաղություն է, խաղաղություն», մինչդեռ խաղաղություն չկար։ Երեմիա 8:11։ Խաղաղության մասին հիմա շարունակ խոսում են ոչ այն պատճառով, որ այն կա, այլ որովհետև այն վտանգված է։ Չէ՞ որ ազնվության մասին ավելորդ չեն խոսում և առողջությունից էլ չեն գանգատվում, քանի դեռ երկուսն էլ կան և ավելանում են։ Մի՞թե դուք որպես զինվորական չեք նկատում, որ խաղաղության մասին շատ ճառերով քողարկվում են միլիտարիզմի ռազմավարությունները։ Ասում են. «Խաղաղություն է, խաղաղություն», բայց խաղաղություն չկա։ Եվ իսկապես, գեներալ, չի եղել խաղաղություն աշխարհամարտի ավարտից հետո։ Եթե ոմանք էլ ունեցել են, ապա ավելի շուտ միայն պապուասներն ու բուշմենները, քան սպիտակ մարդիկ։ Իրականում լոկ զինադադար էր տիրում, ոչ խաղաղություն, քանի որ ապրել և ապրում ենք նոր պատերազմի հապճեպորեն պատրաստվելու պայմաններում։ Սա նույնն է, ինչ զինադադարը ճակատում։ Այն ժամանակից ի վեր, երբ Գերմանիան խաղաղություն խնդրեց 1918-ին, առ այսօր իրականում ապրել ենք զինադադարի ռեժիմով։ Այդ պահից ցայսօր պետությունների հիմնական ծախսերը, գեներալների և քաղաքական գործիչների անդադար մտահոգությունները, նաև ազգերի հիմնական վախերն ու տագնապները կապված են եղել նոր պատերազմի հետ, ճիշտ ինչպես ռազմական գործողությունների ընթացքում զինադադարի ժամանակ։ Այս ամենից բխում են հստակ հետևություններ. Առաջին, 1914-ին սկսած աշխարհամարտը դեռևս ավարտված չէ։ Երկրորդ, համաշխարհային պատերազմից ի վեր նոր պատերազմի մասին միտքն ամբողջովին տիրում է ազգերի և պետությունների հոգեբանական տրամադրվածության և նյութական ուղղվածության վրա։ Երրորդ, խաղաղության և խաղաղության հաստատման մասին բոլոր խոսակցություններն իշխիկ են դառնում ամբողջ մոլորակի սպառազինման մասին վկայող իրական փաստերով։ Չորրորդ, աշխարհն արդեն գտնվում է պատերազմի մեջ ֆինանսական, այսինքն պաշտպանությանը հատկացվող գումարների տեսանկյունից։ Մաս Բ. Ինչպիսին կլինի գալիք պատերազմը։ Կարիք կա, որ ես ձեզ դա նկարագրեմ, գեներալ։ Ոչ քնած, ոչ արթուն վիճակում բարեվարկ և խելամիտ մարդիկ նույնիսկ մոտավորապես չեն կարող պատկերացնել ահավոր պատկերներն այն պատերազմի, որին ընդառաջ է գնում մարդկությունը։ Այն կլինի գութից, ազնվությունից և վեհանձնությունից ամբողջովին զուրկ մի պատերազմ, չգրված օրենքներով պատերազմ է իսրայելացիների և փղշտացիների միջև, երբ երկու զորքերն էլ հետևում են իրենց ներկայացուցիչների՝ Դավթի և Գողիաթի մենամարտին, սպասելով արդյունքին, որպեսզի հասկանան հաղթել են, թե պարտվել, ոչ ավելին է, քան հովերգության գալիք պատերազմի հետ համեմատած։ Այդպիսի մի հովերգություն է նաև Մահաբհարաթում նկարագրված Արջունի պատերազմը Բհիշմայի հետ, նաև Կոսովոյի դաշտի ճակատամարտը սերբերի և թուրքերի միջև։
և նույնիսկ Նապոլեոնի արշավանքը Մոսկվայի վրա։ Ինչ եմ ասում, նույնիսկ աշխարհի բոլոր պատերազմները, որոնցում թեկուզ ինչ-որ կերպ առկայծել են ողորմածության, վեհանձնության և մեծահոգության շողեր, բոլոր մարտական գործողությունները, որոնք ի զորու են եղել ոգեշնչել թեկուզ մի տաղանդավոր պոետի և ծնունդ տալ գեթ մեկ հերոսական էպոսի, ընդամենը ասպետական մրցախաղեր են, եթե համեմատենք դրանք պատերազմի հետ, որը դեռ սպասվում է այս աշխարհում։ Չէ՞ որ սպասվող պատերազմի նպատակը ոչ թե պարզապես հակառակորդին հաղթելը, այլ վերջինիս ամբողջական ոչնչացումը կլինի, ոչ միայն մարտական գործողությունների մասնակիցների, այլև նրանց ամբողջ թիկունքի համընդհանուր ոչնչացումը, ծնողների, երեխաների, հիվանդների, վիրավորների, գերիների, ինչպես նաև գյուղերի և քաղաքների, անասունների և ցորենի պաշարների, երկաթուղային և գրունտային ճանապարհների։ Այն մի հուր կլինի, որը կոչնչացնի առանց մտածելու և խտրության։ Անցյալ պատերազմի ընթացքում շատ արտասուք թափվեց Ռեյմսի տաճարի համար։ Գալիք պատերազմի ժամանակ կծիծաղեն շատ մայր տաճարների և եկեղեցիների, ավերակների, անհամար ազգային սրբությունների, հավերժական հուշարձանների և այն ամենի վրա, ինչ թանկ ու արժեքավոր է հայրենի հողում։ Երկրից, ջրից և օդից անողորմաբար հրի կտան այն ամենը, ինչը պատկանում է հակառակորդին։ Կրակը, արջիջն ու պողպատը հորդառատ անձրևի նման կտեղան ամեն ինչ հալելով և մահվան մատնելով։ Ի լրումն այս ամենի կճայթեն էլեկտրական կայծակները, կսկսեն շչալ հզոր տանկերը, պողպատե արագընթաց և արագածիկ մեքենաները, և Աստված, իսկ ավելի շուտ սատանան գիտի, թե մարդկանց կենդանիներին սպանելու, նրանց հետ մեկտեղ նաև բույսերն ու անշունչ առարկաները ճզմելու, ջախջախելու և փոշիացնելու էլ ինչպիսի հարմարանքներ գործի կդրվեն։ Եվ այս ամենը կեզրափակի լատինատևտանական քաղաքակրթության վերջին և գերագույն հայտնագործությունը՝ գարշահոտությունը, այլ կերպ ասած տարաբնույթ բաղադրությամբ գարշահոտ գազերը, որոնք կթափվեն հակառակորդի և նրա հայրենիքի վրա տարատրամաչափ հրանոթներից։ Յուրաքանչյուր կենդանի արարած, որին արարիչ է շնչառական օրգաններ է պարգևել, իր մաքուր և կենդանարար օդը վայելելու համար, ջղաձգումների մեջ շունչը կփչի արևմտյան քաղաքակրթության պատրաստած և ուղարկած թունավոր խեղդող ծխի պատճառով։ Աթիլան, Չինգիզխանը և Լենգ Թեմուրը ամոթից կշիկնեին, եթե ականատես լինեին պատերազմ վարելու այսքան անողոք ձևերին։ Արդյոք կամաչեն այն մարդիկ, ովքեր մկրտված են ամենագութ Աստծու Որդու անունով։ Եկող պատերազմի թվերը բոլոր առումներով կգերազանցեն մարդկության պատմության մեջ եղած բոլոր պատերազմների հաշվեկշիռը, բացառությամբ միայն երևի այն մարդկանց թվի, որոնց կյանքը խնայել են։ Բուն պատերազմի ընթացքում զորահավաքի կենթարկվեն նույնիսկ 12 տարեկան և ավելի մեծ դեռահասները, ինչպես նաև շատ կանայք ու աղջիկներ։ Պատերազմի համար կբռնագրավի ամեն ինչ, կբռնագրավի այն ամենը, ինչ կմնա թիկունքում, և վերջին եզը, և վերջին ձին, և բոլոր լծկան կամ ուտելի կենդանիները, ամբողջ մթերքը, մարդկանց անձնական փողը, թանկարժեք իրերը, բոլոր բանկերի կանխիկ գումարները, լինեն դրանք մասնավոր, հասարակական, թե պետական բանկեր։ Բացի դրանից կբռնագրավեն եկեղեցիների և վանքերի արժեքավոր իրերը, հագուստը, սպասքը, երկաթից, պղնձից, ալյումինից, ռետինից պատրաստված ապրանքները, էլ չասած արծաթյա և ոսկյա իրերը։ Նաև կբռնագրավվեն անձնական սեփականություն հանդիսացող հեռախոսի սարքերը, մետաղական վառարանները, դռների և դարպասների սողնակներն ու նիգերը, մետաղական մահճակալները, նկարների բրոնզե շրջանակները, սրբապատկերների մետաղական դրվագները և հայելիները։ Մի խոսքով, այն ամենը, ինչը պատրաստված է մետաղից, կաշվից, կտավից, կաուչուկից կամ այլ նյութից, որն անհրաժեշտ է պատերազմի կամ զինծառայողների կարիքները հոգալու համար։ Ծերերը կմնան մենակ, մանկահասակ երեխաների և հաշմանդամների հետ դատարկ սառն ու չփակվող տներում, դատարկված մառաններով և գոմերով, թալանված բակերով, կմնան անկոշիկ, անգոտի, առանց սպասքի, առանց գութանի և հողուրաքի, առանց դանակի և գդալի, սոված մարդիկ սոված կենդանիներից եկող մշտական վտանգի մեջ։ Պատերազմի կրակից փրկված հատվածներում աճող խոտը կուտեն, կփորփրեն հողը, որպեսզի ուտելու համար պիտանի ինչ-որ բան գտնեն և ծառի կեղևները կպոկոտեն։
Դրանցով էլ կսնվեն։ Կլինեն նաև այնպիսի ցրտաշունչ օրեր, որ մարդիկ կսկսեն վառել հանրային և սեփական գրադարանների բոլոր գրքերը, թանգարանների բոլոր նկարներն ու արվեստի գործերը, որպեսզի մի փոքր տաքանան, որպեսզի զառամյալ տատիկը կարողանա առանց թեյի մի փոքր ջուր եռացնել իր մահացող թոռան համար։ Սարսափից շատերը կչարանան ու կգազազեն, խելքը կկորցնեն կամ միանգամայն կզրկվեն բանականությունից։ Ամբողջությամբ մերկ, կեղտոտ ու գզգզված կթափառեն փողոցներում, անտառներում ու դաշտերում, կենդանիների նման մռնչալով և հարձակվելով նրանց վրա, ում կհանդիպեն ճանապարհին։ Պատերազմի հետագա ընթացքում գերագույն հրամանատարությունը հրաման կարձակի, որ մարդկային ցեղի այս բոլոր դժբախտ բեկորներն ու մնացորդները, որոնց առաջնագծի զինվորները կհիշեն որպես իրենց ծնողներ, եղբայրներ, քույրեր, երեխաներ, թունավոր և գարշահոտ գազերի վտանգի պատճառով վերաբնակեցվեն լեռնային քարանձավներում, քանի որ թշնամին կփորձի վերացնել ամեն շնչավորը հակամարտող երկրի երեսից։ Այդպիսով իրականում պատերազմի ընթացքում մարդիկ չեն լինի ոչ ժամանակակից մարդկային կացարաններում, քաղաքներում և ոչ էլ գյուղական խրճիթներում և հյուղակներում։ Ամբողջ երկիրը պատերազմի դաշտ կդառնա։ Միթե այդպես չէ, իմ սիրելի գեներալ, միթե մեր ամբողջ մոլորակը չի վերածվի վիթխարի մարտի համայնապատկերի, ուղղակի անհնար կլինի թիկունքում քաղաքացիական անձանց հանդիպել։ Բոլորը կհայտնվեն թաքստոցներում, քարանձավներում և լեռնային կիրճերում, ողողափոսերում, և մարդկանցից որևէ մեկի ոչ ուժը կբավի, ոչ էլ բառապաշարը, որպեսզի նկարագրի, թե ինչպես չարաբախտ մարդիկ պիտի անցկացնեն իրենց ժամանակը այդ թաքստոցներում։ Այնուամենայնիվ, երբ այդ երկարամյա պատերազմն իր ավարտին հասնի, կենդանի մնացածները կտեսնեն, որ այս բոլոր փոսերն ու կիրճերը լցված են մահացածների ոսկորներով։ Եկող պատերազմի առանձնահատուկ բնութագիրը կլինի պատերազմի մասնակից կողմերի գաղափարազրկությունը և միևնույն նշանի տակ կռվող զինվորների փոխադարձ անվստահությունը։ Չէ՞ որ այս պատերազմն իրականում կմղվի ոչ թե հանուն հավատքի կամ ազատության, ոչ թե հանուն հայրենիքի կամ ազգի, թեև հենց այդ մտքերն էլ կառաջնորդվեն որպես նշանաբան, այլ հանուն ատելության և վրեժխնդրության, հանուն թալանի և գողոնի։ Ցանկացած ոգեշնչու ոչնչացնող այս գաղափարազրկության հետևանքն այն կլինի, որ բոլոր բանակներում կլինեն բազմաթիվ դավաճաններ ու կաշառված լրտեսներ, և որպես հետևանք կաճի փոխադարձ կասկածամտությունն ու անվստահելիությունը, որը կհանգեցնի ամբողջական մարտական ստորաբաժանումների գնդակահարմանը։ Մեղավորներից բացի իշխանությունների կողմից կոչնչացվեն նաև իրենց նվիրված և հավատարիմ շատ մարդիկ, նաև վեհ ու ճշմարիտ գաղափարների բացակայության պատճառով, հանուն որոնց ոմանք իրենց կյանքը կտային։ Գործնականապես չի լինի ոչ հերոսություն, ոչ էլ հերոսներ։ Դժվար հանգամանքներում մարդիկ վախկոտություն կցուցաբերեն, կդառնան անպարկեշտ ու դաժան, չեն խորշի նաև դիակապտությունից։ Ապագա պատերազմի միակ և գլխավոր քաջամարտիկը կլինեն մարտական անշունչ մեքենաները։ Նրանք ավելի կենդանի, բանական, հզոր ու քաջ կթվան, քան մարդը, նրանց արարիչն ու տերը։ Իսկ մարդը կլինի ողորմելի, թշվառ ու վախեցած, իր իսկ զենքի և մեխանիզմների մեջ, և կսկսի ծափահարել իր մարտական մեքենաներին, ինչպես մի ժամանակ ծափահարություններով մեծարում էր իր հերոսներին։ Սպասվող պատերազմական աղետի մասին նկարագրված սարսափների զգալի մասն արդեն ապրել ենք ու ականատես եղել անցած համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ եկող պատերազմներն անհամեմատ ավելի սարսափելի կլինեն, քան բոլոր անցածները։ Այնուամենայնիվ, իմ սիրելի գեներալ, դժվար է մարդկային լեզվով նկարագրել ոճրագործություններով, սարսափով և քաոսով լի այն փոթորկոտ և խավար ժամանակահատվածը, որին ընդառաջ են գնում Եվրոպան և Ամերիկան, իրենց հետ տանելով նաև մնացյալ ամբողջ աշխարհը։ Այս ամենից կարելի է պարզորոշ դասեր քաղել։ Առաջին՝ քաղաքակիրթ աշխարհը գալիք պատերազմին կծառայեցնի իր ամբողջ մտավոր ներուժը, իր ամբողջ էներգիան և իր ամբողջ կարողությունը առանց բացառության։ Երկրորդ՝ գալիք պատերազմի ավերածության սարսափները կգերազանցեն անցած պատերազմների բոլոր չարչարանքներն ու դժվարությունները։ Երրորդ՝ գաղափարի բացակայությունը կլինի ապագա պատերազմի հատկանշական առանձնահատկությունը, որի պատճառով այն զուրկ կլինի ողորմածությունից և քաջությունից։
Մաս Գ. Որոնք են գալիք պատերազմի պատճառները։ Դուք ինձ հարցնում եք գեներալ, թե որոնք կարող են լինել գալիք պատերազմի պատճառները։ Արդյոք ձեզ հետաքրքրում են իսկական պատճառները, թե միայն միջադեպը, դեպքը, որը պատերազմ սկսելու առիթ է։ Դրանք նույնը չեն։ Պատճառները կարելի է արդեն հիմա արձանագրել, սակայն պատերազմի առիթը գործնականորեն անհնար է նույնիսկ կանխատեսել։ Եվրոպական քաղաքական գործիչները և ծայրահեղական հայրենասերները, որոնք ենթադրում են, որ նախորդ համաշխարհային պատերազմի պատճառ է հանդիսացել Սարայևոյի սպանությունը, բացարձակ կոմպոնենտ չեն, խոսելու գալիք պատերազմի պատճառների մասին։ Եթե քաղաքի բնակիչներն իրենց տների վրա բենզին լցնեն և հետո ինչ-որ չարաճճիի վատ տրամադրության պատճառով կամ ուղղակի չարաճճիությունից ելնելով քաղաքի վրա վառված լուցկի գցի, ապա ով կհամարվի հրդեհի նախաձեռնող, ինքներդ դատեք։ Եվ ինքներդ էլ գնահատեք, թե ինչքան կարճատես են դարձել մեր ժամանակների օրենսգետներն ու փարիսեցիները։ Արատով ծնված երեխայի արատի պատճառները փնտրում են ծնվելուց ամենաքիչը 9 ամիս հետ գնալով, այն դեպքում, երբ անցյալի հրեշավոր աշխարհամարտի արմատները պատրաստ են փնտրել և գտնել մի արյունալի միջադեպում, որը տեղի է ունեցել Սարայևոյում, այդ սարսափելի պատերազմի բռնկումից ընդամենը 1 ամիս առաջ։ Եթե մարդիկ տրամադրված են կոնֆլիկտ ունենալու, ապա միշտ էլ կգտնվի առիթներ, որոնք կծառայեն որպես պատերազմի նախերգանք։ Եթե մարդիկ պատրաստ են պատերազմի, արդյոք պետք է երկար սպասել ինչ-որ մահափորձի, ինչ-որ երկրի դրոշը այրելուն, հյուպատոսի հասցեին վիրավորանքներ ուղղելուն կամ այս կամ այն քարոզչի սպանությանը։ Դժվար թե իրավազոր լինեն հիմնավորելու գալիք պատերազմի պատճառները, նաև փիլիսոփա էվոլյուցիոնիստները ու տնտեսագետները։ Ինչպես կարելի է լրջորեն լսել նրանց ռազմամոլական փաստարկները, ովքեր պատերազմը բնական անհրաժեշտ են համարում հանուն մարդկության ինչ-որ տխրահռչակ առաջընթացի։ Եթե բնական է այն խելահեղ արյունահեղությունը, որին մենք տարիներ շարունակ ականատես եղանք, ապա անբնական են մարդկանց բանականությունն ու ազնվությունը։ Եթե բացառապես միտումնավոր կազմակերպված չարագործություններից բաղկացած հեղեղը դուրս է պրծնում բոլոր ամբարտակներից ու պատնեշներից այն կողմ, ողողում և ամայացնում է աշխարհը, խլելով միլիոնավոր մարդկային կյանքեր և մոխրացնում է այն ամենը, ինչը երկարատև ջանքերի շնորհիվ ձեռք է բերել ու կառուցվել սերունդների կողմից, և այս ամենը հանուն ինչ-որ առաջընթացի, ապա այդպիսի առաջընթացն ամենաքիչ ցանկալին է այս աշխարհում։ Ընդ որում ինքնին առաջընթաց բառը դառնում է առավել վտանգավոր և ատելի մարդկային բառապաշարում։ Ինչ առաջընթաց բերեց աշխարհին նախորդ համաշխարհային պատերազմը։ Թող բացեն աչքերը և իրենց շուրջը նայեն գոնե նրանք, ովքեր հիշում են մարդկանց և կյանքի պայմանները պատերազմից առաջ։ Առավել ակնհայտ է այն փաստը, որ անցած չարագույժ սպանդը մարդկանց դարձրել է ավելի վատն ու այլանդակ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես։ Այն վնաս է հասցրել նաև կյանքի քաղաքական, տնտեսական և ֆինանսական կողմերին։ Բնականաբար փիլիսոփա էվոլյուցիոնիստները իրենց հատուկ չարախինդ ծաղրանքով կասեն. հիմա դա գնահատել անհնար է։ Մարդկության կողմից նախորդ պատերազմից ձեռք բերված առաջընթացը հնարավոր կլինի արտահայտել թվերով միայն դարեր ու հազարամյակներ հետո։ Այսպիսով, այս փիլիսոփաները տվյալ հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, խույս են տալիս դեպի հազարամյա խավարը, իսկ երբեմն էլ խորանում են միլիոնավոր տարիների հաշվարկի էլ ավելի թանձրամարդ խավարի մեջ, որտեղ չի կարող ստուգվել ոչ մի տեսության արժանահավատությունը։ Վերջիվերջո ոչ Մաքիավելիի, ոչ Նիցշեի տիպի մտածողները բացարձակապես չեն բացահայտում պատերազմի առեղծվածը։ Աստվածացնել որոշ մարդկանց և շնորհել նրանց պատերազմի ու խաղաղության բանալիները, անտեսելով բարոյական կասկածները, հաշվի չառնելով նրանց հարաբերությունը Աստծու և հարազատների նկատմամբ, նշանակում է տեսություններ կերտել իդեալներին, իրականությանը և մարդկային սերնդի դարավոր փորձին հակառակ։ Դուք հարցնում եք ինձ գեներալ, թե այդ դեպքում ով կարող էր մեզ մատնացույց անել և բացատրել գալիք պատերազմի կամ ընդհանրապես պատերազմի պատճառները։ Միայն Աստվածային Սուրբ Գիրքը։ Աշխարհում Աստվածաշնչից զատ չկա այլ գիրք, որտեղ նկարագրված լինի այդքան պատերազմ և յուրաքանչյուրում տրված լինի բուն մեկնաբանությունը։
Աստվածաշնչում հավաքագրված է պատերազմներին, հաղթանակին և պարտությանն առնչվող մարդկության վիթխարի փորձը, և այս ամենը ներկայացված է հատուկ լույսի ներքո։ Գոյություն չունի պատերազմի որևէ փիլիսոփայություն, որը կարողանար գոհացուցիչ բացատրություն տալ պատերազմի պատճառների մասին և կանխագուշակել պատերազմող կողմերից որևէ մեկի հաղթանակը կամ պարտությունը։ Այդպիսի բացատրություններ և կանխատեսումներ կարող է տալ միայն Աստվածաշունչը։ Ուստի ոչ մի տեղ չկա պատերազմի, վերջինիս արմատների, հավաքական ելքի մասին ավելի ժամանակակից գիրք, քան Աստվածաշունչն է կամ Սուրբ Գիրքը։ Իհարկե, Աստվածաշնչում նկարագրված չեն մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմները, սակայն նրանք, որոնք նկարագրված և բացատրված են, անցյալի և ապագայի բոլոր պատերազմների տիպիկ օրինակներ են հանդիսանում։ Ոչ պատերազմի մասշտաբը, ոչ պատերազմ վարելու արվեստը չեն փոխում գործի բնույթը, չէ՞ որ և տեղային, և համաշխարհային պատերազմները միևնույն պատճառներն ունեն, որոնք Աստվածաշնչի միջոցով հեշտությամբ հասկացվում և ընկալվում են, անկախ իրենց մասշտաբներից կամ մարտական գործողությունների վայրից։ Իսկ դա նշանակում է, որ գալիք պատերազմն էլ կարելի է ըմբռնել և պարզաբանել միայն Աստվածաշնչի միջոցով, հիմնվելով այնտեղ նկարագրված պատերազմական իրադարձությունների տիպաբանության վրա։ Ուստի գալիք պատերազմի պատճառների արժանահավատ բացատրությունը հետաձգելով թույլ տվեք այս հանդիսավոր և դրամատիկ պահին, երբ գտնվում ենք երեկվա և վաղվա պատերազմների միջև, մեկ անգամ ևս թրթել այս վեհապանծ գրքի հնադարյան էջերը, որը մեզ խրատում է ոչ թե տեսությունների և առանձին մարդկանց կարծիքների, այլ դարավոր փորձի ու փաստերի միջոցով։ Անմիջապես պետք է ձեզ ասեմ, որ Աստվածաշնչի տեսանկյունից դիտարկելիս հարկ է, որ հարցադրում անենք ոչ թե գալիք պատերազմի պատճառների մասին, այլ թե որոնք են արդեն առկա պատճառները, չէ՞ որ դրանք արդեն իսկ կան։ Աստվածաշնչում այդ պատճառները վաղուց ներկայացված են և կարելի է դրանք նկատել։ Քաղաքի բնակիչները հափշտապ բենզին են լցնում իրենց տների վրա։ Ոչ մի նշանակություն չունի, թե ով առաջինը կայծը կգցի այդ քաղաքի վրա։ Մաս Դ. Կայեն, որտեղ է եղբայրդ։ Երկրի վրա չարանենգորեն թափված առաջին մարդկային արյունը գեներալ, եղբոր արյուն էր։ Դա հատկանշական է բոլոր այն հանցագործությունների համար, որ մարդը մարդու դեմ է կատարում, ընդհուպ մինչև մարդկային պատմության ավարտ։ Եվ վերջին մարդկային արյունը գեներալ, որ կթափվի երկրի վրա, կրկին եղբոր արյուն կլինի։ Իսկ էլ ում արյունը կարող էր այն լինել։ Ասենք արյունակից եղբայրները միշտ չէ, որ նույն ոգին ունեն։ Կայենի և Աբելի մեջ միևնույն արյունն էր հոսում, բայց նույն ոգին չէր բնակվում։ Արյունը եղբայրական էր, բայց ոգին ոչ, որովհետև եթե Աբելի ոգին լուսավորվում էր Աստծուց, ապա Կայենի ոգին մթնած էր նախանձից։ Կայենը շատ տրտմեց, նրա դեմքը մռայլվեց, այսինքն մթնեց նրա դեմքը մռայլված հոգուց։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։ Ծննդոց գիրք։ Այսպես դրվեց երկրի վրա մարդկային սերնդի պատմության սկիզբը։ Եղբայրասպանությունն այդ սկիզբը հանդիսացավ, նախանձից տրտված եղբայրասպանություն։ Այդ նույն դիվային նախանձը, որը պաղեցրեց մեր նախածնողների սերը Արարչի նկատմամբ, չեզոքացրեց նաև նրանց առաջնեկի սերը իր սեփական եղբոր նկատմամբ։ Այս վերջին հանցագործությունն առաջինի հետևանքն էր, որը նաև պատիժ էր Ադամին ու Եվային պատվիրանը զանց առնելու համար։ Տեսնելով իրենց կրտսեր և ամենալավ որդու անկենդան դին, հայրն ու մայրը պետք է որ զգային Աստծու և դրախտի հանդեպ իրենց մեղքի կսկծեցուցիչ խայթը։ Սակայն դա դեռ միայն սկիզբն էր, որը բնորոշ է իրենց հաջորդող սերունդներին։ Որն է այս նախասկզբնական հանցագործության տիպիկությունը։ Այն, որ մարդու մեղքը մեկ այլ մարդու նկատմամբ Աստծու նկատմամբ մարդու գործած մեղքի հետևանքն է։ Կամ այլ խոսքերով ասած, եթե խոսում ենք պատերազմի մասին, ապա մարդկանց միջև պատերազմը Աստծու դեմ մարդու պատերազմի պտուղն է։ Եթե ամենակալ Արարիչն իր ողորմությամբ չնվազեցներ ու չզսպեր մեղքի պատճառով բռնկված և մեղքից էլ թեժացած ու ամենուր տարածված կրակը, ապա մարդկությունը կոչնչանար առաջին իսկ սերնդում։ Բայց Արարչի գթասրտությունը նախ արգելեց եղբայրասպան Կայենի նկատմամբ վրեժը, իսկ ապա դժբախտ ծնողներին մխիթարություն տվեց հանձինս երրորդ որդու Սեթի։
Եվ Տեր Աստված նշան դրեց Կայանի վրա, որպեսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի։ Ծննդոց գիրք 4:15։ Իսկ սպանված Աբելի մայրը Սեթին ծնելով վերագրեց Աստծո ողորմածությանը, ասելով. «Կայանի սպանած Աբելի փոխարեն Աստված ինձ ուրիշ զավակ պարգևեց»։ Ծննդոց գիրք 4:25։ Այսպիսով, գեներալ, Սուրբ գրքի տեսանկյունից բոլոր հաջորդող պատերազմների այս սկզբնաղբյուրը վերծանվում է այսպես. Առաջին. գոյություն ունի մեղքի անխուսափելի օրենք։ Երկրորդ. մարդկանց միջև պատերազմը մարդու կողմից Աստծու դեմ մղվող պատերազմի հետևանք է։ Երրորդ. իրենց ծնողների կողմից Աստծու դեմ տարվող պատերազմը շարունակում են երեխաները, կռվելով միմյանց դեմ։ Չորրորդ. Արարչի ողորմածությունը զսպում, մեղմացնում է մեղքի օրենքը, դրանով ապահովելով մարդկային ցեղի շարունակությունը երկրի վրա։